Հանրային հեռուստաընկերություն, Մերի Խաչատրյան, պարոն Քոչարյան, այս կողմը։ Պարոն Քոչարյան, ինչու եք բացառապես միջանցք խոսույթն օգտագործում, եթե բազմիցս հայտարարվել է, որ Հայաստանով անցնողը ճանապարհ է լինելու եւ Հայաստանի ինքնիշխան տարածքով։ Ռուսները ասում են «Опять 25», այդպես մի բան կան։ Որովհետև չենք հավատում այդ ասողին, ճանապարհ ասողին որևէ խոսքի։ Եվ չենք հավատում ոչ թե օդից, չենք հավատում, որովհետև առիթ չի տվել հավատալու։ Սա առաջինը, ավելի առարկայական։ Եթե դա ուղղակի ճանապարհ է։ Ինչի է այդ ճանապարհը առանձնացված այլ ճանապարհների բացման հետ։ Օրինակ Մինսկի խմբի բոլոր առաջարկներում եղել է միշտ կետ ապաշրջափակում, տարածաշրջանի եւ երբեք չի առանձնացվել այդ ճանապարհը։ Իդեպ այդ ճանապարհը առանձնացվել է մեկ անգամ Կիևստում։ Եղել այդպիսի առաջարկ։ Բայց այդ ճանապարհի դիմաց մենք ստանում ենք Ղարաբաղը Լաչինի միջանցքով միացվում էր Հայաստանի Հանրապետության։ Պատկերացրեք, Ղարաբաղը Լաչինի միջանցքով միացվում էր Հայաստանի Հանրապետության։ Ինչպիսի կարևորություն էր դա Ադրբեջանի համար։ Սա փաստ է, այդ Կիևստի բանակցողը ես եմ եղել։ Ես գիտեի ինչի դիմաց եմ սա տալիս։ Սա է պատճառը։